որպես անդադար նորը հետաքրքիր է։ Նենց է որ ամեն օր ինչ միտք գալիս է, այս արագի մեջ անում եմ։ Լիքը մարդիկ կա որ իրանք մտքեր ունեն ու տենց գնում կորում, բայց ես չեմ գաղտնիքը, դրա մեջ է ինչ եղավ, այսօր առաջնորդ տանում եմ։ Հիմա ուզում թանգարանս էլի զարգացնեմ, ու բայց ամենակարևորը պարֆյումեր կինոյի լաբորատորիան սարքեմ, որովհետև պետք է ասենց գան կինոյի սենց ամեն ինչով սենց ուղիղ ընդդնեն կինոյի մեջ։ Ընկնվեն այդ ֆիլմի մեջ։ Որտեղ ասենք էսի է նստելու ինչ ուժեղ ռեակցիա կա մարդիկ որ գիրքն ակարտացի ավելի կինոն, իրանց համար դա նատուրի շարժ։ Նոր ֆիլմեր չես դիտում Գևորգ ջան։ Ամեն ֆիլմից մի նոր թանգարան ստեղծի, հա։ Ամեն ֆիլմից է միշտ ավելի ուժեղ խաղում եմ։ Մի բան որ տենում եմ, հետո 10 քայլ առաջ տենում եմ, տեսակետը շատ ուժեղ է, դրա համար արդեն պատկերացնում ինչ է։ Ու ամենակարևորը ֆոտոն կինոն եմ ուզում անեմ, որովհետև մեծ պատմություն ունենք ու ցավով սրտի իհարկե մեծ պատմություն ունենք արտադրության մեջ, շատ կարևոր է։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ եմ։ Գևորգ ջան, որ այս առավոտ եկար։ Ուզում եմ համեցեք սրտանց։ Շիրիներս եթե ձեզ էլ հետաքրքրեց ու գրավեց ու մտածում եք ինչպես գտնեք վայրը, մենք չենք ասի եթերից վայրը, բարձրապես գրեք Գևորգ Սիմոնյանին, նա կմտածի դուք ընտրյալ եք թե ոչ եւ դուք կլինեք նրա թանգարաններում։ Կանց համար իդրը բաց է։ Վերջինս թվում է մարդիկ շատ են եւ մեզ դիտողները հատկապես բարի են, որտեղ ծրագիրն ինքը կոչվում է օրդ բարի, թող ձեր օրը անցնի բարի, Գևորգ ջան, քեզ էլ միայն հաջողություններ ենք մաղթում, որովհետեւ իսկապես նաեւ մեր բոլորի համար հասարակության համար շատ կարեւոր գործ է կատարվում։ Մենք ունենք պակաս նմանատիպ թանգարանների եւ մենք ունենք պակաս այսօր մեր սերնդին ներծուց տալու մեր պատմությունը, ատրիբուտիկան ու